Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմն ու Հայաստանը, Թրիփը կորցնում է արդիականությունը։ ԱՄՆ-ն արագորեն սպառել է իր կարևոր զինամթերքի մեծ մասը, Թրամփը բախվում է ընդդիմադիրների դժգոհությանը։ Ֆրանսիան միջնորդ Լիբանանի և Իսրայելի միջև, ինչ է հայտարարել Մակրոնը։ Սամվել Կարապետյանի թիմը արշավ է սկսում, դատարանը հրապարակել է Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ որոշումը։ Նախընտրական գործընթացները շարունակվում են, ՀԱԿ-ը հայտարարել է, թե որ ուժի հետ է պատրաստվում կոնսոլիդացիայի գործընթաց սկսել։ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին Արաբական Միացյալ Էմիրությունների մուսուլման բնակչությանը կոչ է արել լքել նավահանգիստները և այն տարածքները, որտեղ կարող են տեղակայված լինել ամերիկացի զինվորականներ։ Թասնիմը գրել է, որ Իրանը պաշտոնապես հայտարարել է, պատրաստվում է հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգիստների վրա, ի պատասխան Խար կղզու վրա ամերիկյան գրոհի։ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանն իր ինքնիշխանության և տարածքի պաշտպանության շրջանակում օրինական իրավունք ունի հարձակվելու ամերիկյան հրթիռային կայանքների վրա, որոնք տեղակայված են Էմիրությունների մի քանի քաղաքների նավահանգիստներում, նավամատույցներում և բունկերներում։ Արաբական Միացյալ Էմիրություններն արտաքին գործերի նախարարության պաշտոնյա Լանա Նուսեյբեհին հայտարարել է, որ կմիջնորդեն Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանը, միայն այն բանից հետո, երբ Թեհրանը դադարեցնի հարձակումները Էմիրությունների և Պարսից ծոցի մյուս պետությունների վրա։ Արտգործնախարարության պաշտոնյան վստահ է, որ հակամարտությունը կավարտվի բանակցությունների միջոցով։ Իրանի իշխանության ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային էլ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում, երբ Միացյալ Նահանգներից ստանան բոլոր կորուստների ամբողջական փոխհատուցում և ստանան 100%-անոց երաշխիք ապագայում չհարձակվելու վերաբերյալ։ Իսկ Եմենի Անսար Ալլահ շարժումը կաջակցի Իրանին, Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ պատերազմում։ Դրա մասին որոշումն արդեն կայացվել է, հայտարարել է շարժման քաղաքական բյուրոյի անդամը։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտը մինչև $10 միլիոն պարգևավճար է խոստացել Իրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության մասին տեղեկությունների համար։ Ցուցակում են նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և կորպուսի բարձրագույն հրամանատարական կազմը։ Իրանի փոխնախագահն էլ հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով վնասվել է 9669 շինություն, այդ թվում 7943 բնակելի շենք։ Բացի այդ, վնասվել է նաև 32 բժշկական կենտրոն և 67 դպրոց։ Սակայն Financial Times-ը գրել է, որ Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն արագորեն սպառել է իր կարևոր զինամթերքի մեծ մասը, հատկապես մեծ արժեք ունեցող Տոմահոկ բալիստիկ հրթիռը։ Պենտագոնը պատրաստվում է կառավարությունից մոտ 50 միլիարդ լրացուցիչ միջոց խնդրել պաշարները վերականգնելու համար, գրել է պարբերականն ու շեշտել, որ պատերազմական ծախսերն ընդդիմադիրների համար դարձել են քննադատությունների լուրջ թեմա։ Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ լարվածության սրման սկզբից ի վեր Իսրայելի իրականացրած հարվածների պատճառով զոհվել է 26 բուժաշխատող։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստել Լիբանանի և Իսրայելի միջև բանակցություններին, դրանք հյուրընկալելով Փարիզում։ Ֆրանսիայի նախագահն ուրբաթ խոսել է Լիբանանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ, և նրանք բաց են Իսրայելի հետ անմիջական քննարկումների համար։ Նա նաև կոչ է արել Իսրայելին հրաժարվել իր լայնածավալ և շարունակական հարձակումներից, իսկ Հեզբոլլահին դադարեցնել հակամարտության անխոհեմ սրացումը։ Սակայն տարածաշրջանում և մեծ մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Տեղի ունեցողի ֆոնին փոխվում են նաև մեծ խաղացողների առաջնահերթությունները։ Մի նախագիծ, որի մասին ամիսներ շարունակ խոսվում էր որպես տարածաշրջանային կարևոր նախաձեռնություն, այսօր արդեն հարցականի տակ է։ Թրիփը կորցնում է արդյոք արդիականությունը և իրականում ում է պետք այս նախագիծը՝ Բաքվին, Անկարային, թե Վաշինգտոնին։ Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Մերձավոր արևելքում ստեղծված անորոշ իրավիճակի ֆոնին Թրիփն ըստ մասնագետների կորցրել է իր արդիականությունը։
Անգամ Նիկոլ Փաշինյանն է Ստրասբուրգում օրեր առաջ հայտարարել, որ պատերազմով պայմանավորված Միացյալ Նահանգների առաջնահերթությունները փոփոխվել են։ Չենք խոսում դրա մասին, թրիփը միֆ է, հիմա ցնդել է, ինքն էլ ընդունեց, որ չկա այդպեսի բան։ Եթե Ադրբեջանը չի կրակում, եթե ընդդիմության նկատմամբ Հայաստանում բռնաճնշումները շարունակվում են, տրամաբանական հարց է առաջանում։ Խաղաղության թեզը, որի վրա կառուցել է այդ անձնավորությունը իր ամբողջ նարատիվը, հոտս է ցնդում։ Փորձագետների գնահատմամբ հենց այս հանգամանքն է ցույց տալիս, որ թրիփ նախաձեռնության շուրջ ներկայացվող միջազգային հետաքրքրվածությունը հաճախ չափազանցված է։ Իրականում նախագծի շուրջ առավել ակտիվ դիրքավորում ունեն հենց տարածաշրջանային որոշ երկրներ։ Այստեղ իհարկե շահառուները որպես, այսպես ասած, երրորդ կողմ կարող են շատ լինել, դա ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ես ամենևին չեմ բացառում, որ Թրամփի ուղին նահանգները նաեւ սակարկության կամ քննարկումների կամ համաձայնությունների առարկա դարձնի ընդհանուր Ռուսաստանի հետ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ եթե անգամ այս պահին նախագիծը որոշ չափով արդիականություն ունի, ապա եթե Միացյալ Նահանգներն Իրանում հասնի իր նպատակին եւ իշխանափոխություն անի, նախագիծն այլևս արդիական չի լինի նահանգների համար։ Եթե պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի Ամերիկայի Միացյալ Նահանգների խամաճիկ իշխանություն, ապա թրիփը կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ պատկերավոր ասած, Իրանի ամբողջ տարածքը կվերածվի թրիփի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին եւ Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար, ընդ որում արդեն առանց իրանական զսպող ներկայության։ Իսկ որ երկրներին է հետաքրքրում թրիփը, ըստ փորձագետի առավել շահագրգռված կողմերից են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք երկար ժամանակ փորձում են առաջ մղել իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային եւ տնտեսական նախագծերը։ Այդ նախաձեռնությունները Բաքվի եւ Անկարայի համար ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունեն, քանի որ կարող են ուժեղացնել նրանց դիրքերը տարածաշրջանում եւ վերահսկողությունը հաղորդակցությունների նկատմամբ։ Կան նույնական մոտեցումներ Բաքվի եւ Անկարայի համար։ Այդուհանդերձ ես համոզված չեմ, որ բացարձակապես նույն պատկերացումներն են երկու կողմում ամբողջությամբ։ Ես կարծեմ այդուամենայնիվ Թուրքիան ունի հավակնությունների որոշակի իր ավելի լայն շրջանակը, այդ թվում է ճանապարհի աշխարհաքաղաքական նշանակության եւ ռազմավարական նշանակության իմաստով, Ադրբեջանն ունի իրենը։ Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում թրիփ նախագծի շուրջ բարձրացված աղմուկը շատերի կարծիքով ավելի շատ քաղաքական հայտարարությունների մակարդակում է մնում, մինչդեռ գործնական շահագրգռվածությունն առավել տեսանելի է միայն որոշ տարածաշրջանային դերակատարների դեպքում։ Միացյալ Նահանգներն այս պարագայում հապաղում է այդ երկիրն ավելի օրհասական հարցեր ունի կարգավորելու։ Սեդամակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սև անձրև Իրանում, ձյուն Սահարայի անապատում եւ ծխով պատված քաղաքներ։ Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական լարվածությունը միայն քաղաքական կամ ռազմական հետևանքներ չունի։ Պատերազմը աստիճանաբար վերածվում է նաեւ էկոլոգիական ճգնաժամի, աղտոտելով օդը, ջուրը եւ վտանգելով ամբողջ տարածաշրջանի բնությունը։ Սև անձրև է տեղում Իրանում, իսկ Սահարա անապատի դեղին ավազներին ձյուն է տեղացել։ Մեծ մերձավոր Արևելքում ընթացող ԱՄՆ-Իրան հակամարտությունը շարունակում է լարված մնալ, ստեղծելով էկոլոգիական եւ հումանիտար ծանր հետևանքներ։ Ռումբերի եւ ականների պայթյունները նոր ավտոտացություն են տարածում օդում ու ջրում, վտանգելով մարդու առողջությունը եւ կենդանիների բնական միջավայրը։ Թեհրանը խեղդվում է սև ու թանձր ծխի մեջ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Իրանում նավթային օբյեկտների վրա հարվածներից հետո առաջացած սև անձրևը ու թունավոր գազերը կարող են շնչառական խնդիրներ առաջացնել։ Այդուհանդերձ մարդկանց հորդորում են տանը մնալ։ Գիտնականները զգուշացնում են, որ աղտոտված օդը կարող է առաջացնել գլխացավ, մաշկի ու աչքերի գրգռվածություն եւ դժվարացնել շնչառությունը։ Բահրեյնը հաղորդել է, որ Իրանի հետախուզական դրոնների հարձակման հետևանքով վնասվել է երկրի ջրի աղազերծման գործարանը, որի հետևանքով տուժել է 30 գյուղի ջրամատակարարում։ Այս գործարանները ծովի ջուրը դարձնում են խմելու, նաև մշակում են արդյունաբերական օգտագործման համար եւ տարածաշրջանի մի շարք երկրներ մեծ կախում ունեն այդ գործարաններից։ Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների պատճառով աղտոտվել են ծովի ջրերը։ Սահարայի ոսկեգույն ավազները ծածկվել են ձյան բարակ շերտով, զարմացնելով տեղացիներին ու զբոսաշրջիկներին։ Վերջին 40 տարում սա 7-րդ դեպքն է, սակայն ձյունն այստեղ հազվադեպ է երկար մնում։
Թուրքիայի Միքսար քաղաքում էլ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ աղետների կառավարման վարչությունը։ Էպիկենտրոնի խորությունը կազմել է 6.4 կիլոմետր, երկրաշարժը զգացվել է հարակից մի քանի նահանգներում։ Պատերազմի եւ աղտոտումների ազդեցությունը վնասում է նաեւ բուսական ու կենդանական աշխարհը։ Թեհրանի ու Գալֆի տարածաշրջաններում նավթային հրդեհների ու քիմիական արտահոսքերի պատճառով արոտավայրերը, այգիները եւ ափամերձ էկոհամակարգերը վնասվել են, իսկ ամենից աղտոտված տարածքներում մանրեներն ու միջատները կարող են սպառվել, ինչն ազդում է թռչունների, ձկնոտեսակների եւ այլ վայրի կենդանիների սննդային շղթաների վրա։ Վտանգված են բուսատեսակները, հատկապես փոքր կիսաանապատային ու ափամերձ բույսերը, որոնք զգայուն են ջերմաստիճանի, հանկարծակի տատանումներին ու քիմիական աղտոտման հարցում։ Մասնագետները նախազգուշացնում են, որ այս համակցված ազդեցությունը կարող է երկարատև դարձնել վերականգնման գործընթացը եւ լուրջ ճնշում ստեղծել բնական բազմազանության վրա։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը համագումար էր հրավիրել, որի ընթացքում նոր ծրագիր եւ վարչության կազմ են ընդունել։ Կուսակցությունը վերահաստատել է, որ պատրաստ են Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ կոնսոլիդացիայի գործընթաց սկսել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ հայությանն այսօր օդի պես համերաշխություն եւ համախմբվածություն է անհրաժեշտ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Հայ ազգային կոնգրեսը միևնույն ժամանակ գիտակցում է, որ նշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական, քաղաքական ուժերի միավորումը։ Ուստի հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ուժերի հետ միասին։ Իսկ դատարանը որոշել է երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը եւս մեկ ամսով։ Փաստաբան Արամ Վարդեվանյանի խոսքով սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը Քարոզ Արշավ է իրականացնում ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է, լինի դա պրայմերիզի կամ այլ ձևաչափերով, բայց մյուս կողմից ունենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին, ով որ 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը, թե տնային կալանքը, դրանք երկուսն է կալանք են։ Պաշտպանը հայտնել է, որ բողոքարկելու են որոշումը վերաքննիչ դատարանում։ Հայտարարություն է տարածել նաև Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Քաղաքական ուժը պաշտոնապես հայտարարել է, որ սկսում են թե տեղական, թե միջազգային քայլեր ներառող համակարգված արշավ։ Առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա, ասված է հայտարարության մեջ։ Կուսակցությունն առաջիկա օրերին կհայտարարի կոնկրետ քայլերի մասին։ Հիշեցնեմ, որ Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ են հարուցել իշխանությունը զավթելու հրապարակային կոնչեր հնչեցնելու համար։ 3 գավառ բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի, որը կարճ ժամանակ անց մահացել է։ Ըստ Գագիկ Շամշյանի, հայրը հայտնել է ոստիկաններին, որ մարտի 11-ին իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում եւ քաշել սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը, լցնելով այն իր վրա։ Հայրը հայտնել է նաեւ, որ ցանկացել են տան պայմանում բուժել այրվածքները, սակայն երեխայի վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ հաճելի հանգստյան օր, մինչև երկուշաբթի, հաջողություն։